Երևանի Մաշտոցի պողոտայի փակ շուկան հունվարի 1-ից չի աշխատելու։ Պատճառը վերանորոգումն է, իսկ շուկայի 200-ի հասնող աշխատողները չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ապրանքի եւ իրենց աշխատատեղի հետ։ Վաճառողները բողոքում են, որ շուկայի փակման մասին լուրերն ազդել են առևտրի վրա։ Իրենց վաղեմի հաճախորդները նոր տարվա գնումներն այս տարի այլ տեղերում են արել։ Առևտուրը լավ կընթանար, բայց քանի որ արդեն շրջում են այն լուրերը, որ շուկան պետք է փակվի, բնականաբար մարդ չի մտնում, եւ պատճառը դա է միայն։ Ամբողջ ամառ չենք աշխատել, խաղող ենք մշակել, հիմա եկել ենք, չենք կարող, հեսա չգիտենք ինչ կլինի մեր ախր։ Մի սեղանի ապրանքը 2 տեղ եմ արդեն դրել, իտով մեկը չի հարցնում։ Սենց որ եթե կարող ամսի 31-ին էլ այսքան սաղ մնա։ Իմ ամենամոտիկ հաճախորդը գալի տերում է, դուրը բաց, ասում է գիտեի փագա։ Գնացել եմ այն բազարից առել եմ։ Ասում եմ, քեզ ինչ է պետք մնացել նոր տարի, ասում եմ, մի հատ նուր տուր, տանեմ դնեմ սալաթից վրա, ամսի 20-ն է, մի հատ նուր է իրան պակաս արդեն նոր տարվա համար, այս սեղանը ես ուր դե առնեմ էթա։ Շուկայի փակմանը մնացել է 10 օր, սակայն վաճառողները դեռ վստահ չեն, իրական է այդ ժամկետը, թե ոչ, ինչպես նաև չգիտեն այն հարցերի պատասխանները, թե երբ կվերադառնան իրենց աշխատանքին, շուկան կպահպանվի, թե տեղում մեկ այլ բան կկառուցվի։ Դե իրանք ասում են, որ կեսը լինելու է սուպերմարկետի վարան, մնացածը լինելու է շուկա։ Մեզ պատասխանել են տեղավորվեք ուրիշ շուկաներում տեղ չկա, կարող է մենք գնանք չհարմարվենք, գոնե մի փոքր տարածք հատկացնենք, յոլա գնանք։ Հետո մենք չգիտենք, մենք անորոշ վիճակի մեջ ենք, ոչ մի բան չգիտենք, աշխատանք ունենանք, թե չենք ունենա, այդ կրճոններով կապրենք, հետո ինչ պիտի անենք չգիտենք։ Ավելի վաղ նշեմ, տպագիր եւ ինտերնետ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մաշտոցի պողոտայի փակ շուկան, որը պատկանում էր Multigroup կոնցեռնին, վաճառվել է ազգային ժողովի падգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Աջա, ես շուկայի հետ вообще կապ չունեմ։ Ես շուկայի հետ կապ չունեմ, ցավդ տանեմ, ես շուկայի հետ կապ չունեմ։ Մեզ հետ զրուցելիս շուկայի աշխատակիցներն ասում էին, որ իրենք ամենևին դեմ չեն վերանորոգմանը։ Շուկան իսկապես ունի վերանորոգման, նորացման կարիք, սակայն իրենք խնդրում են սեփականատիրոջ եւ իշխանություններին հետաձգել վերանորոգման աշխատանքները մինչեւ մարտ ամիս։ Եվ նախագահային եւ ազգային ժողովին հրավիրել ենք, որ խնդրում ենք մի 2-3 ամիս հետաձգել, մենք չենք ասում, թե շուկան չպետք է փակվի թող հետաձգեն, ուղղակի այս դաժան ձմռանը չի կարելի նման դաժան որոշում կայացնել եւ հունվարի 1-ից փակել։ Եթե հնարավոր չէ դա, այն էլ ընտրություններ այս նախօրյակների։ Մենք ասենք ուրիշ հիմնարկների նման ցույցեր չենք կազմակերպում, բունտեր չենք բարձրացնում, շատ հանգիստ տոնով, շատ մարդավարի, մարդկային ձևով մենք խնդրում աղաչում ենք։ Մենք կարող ենք գնալ, ասենք ցույցեր կազմակերպել, ասենք խորհրդարանի մոտ, ասենք քաղաքապետարանի մոտ, Սերժ Սարգսյանը նստելա վայրը, բայց ոչ մի բան չենք ձեռնարկում, մարդավարի ուղղակի խնդրում ենք։ 3 ամիսը մենք հասկանում ենք, վերանորոգեն 3 ամիսը մենք թողենք կգնանք, 3 ամիս հետո մի տարի, տարու կեսա, մենք կգնանք, թող գան վերանորոգեն, նորից գանք մենք մեր աշխատանքին։ Ուղղակի այդ ցուրտ ձմեռը հնարավոր չի։